Բարի գալուստ այս ալիք, որտեղ մենք փառաբանում ենք Եշուա Քրիստոսին, իմ ցանկությունն է այս ալիքում, որ դուք մտածեք այս երկրային գոյությունից դուրս խորհրդացեք Աստծո հոգոր հավերժական բաների մասին, հուսով եմ, որ դուք կշարունակեք այս ճանապարհորդությունը, որը Աստծո Սուրբ Հոգին սկսել է ձեր մեջ, որպեսզի շարունակեք փնտրել ճանաչել Աստծուն։ Ես ավելի շուտ կարդում եմ Աստծո խոսքը ձեզ համար, մարդկանց տված կարծիքներին հավատալու փոխարեն։ Այստեղ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կիսենք Եշուա Քրիստոսի ավետարանը առնվազն 30 հիմնական լեզուներով։ Գրեթե յուրաքանչյուր տեսանյութում մենք կիսում ենք Աստվածաշնչի միջոցով, որ Եշուա Քրիստոսը Աստված Փրկիչ է։ Հուսով եմ, որ Աստծո Սուրբ Հոգին կբացի ձեր մտքի, հոգու ականջներն ու աչքերը, որպեսզի կարողանաք ընդունել Եշուա Քրիստոսին որպես Աստված Փրկիչ։ Եթե Աստծո Սուրբ Հոգին չէ, որ բացահայտում է ձեզ, թե ով է Եշուա Քրիստոսը, ապա ոչ ոք չի կարող ձեզ բացահայտել այն, ինչ կարող է անել միայն Աստծո Սուրբ Հոգին։ Աստծո Սուրբ Հոգին դա նա հայտնում է ձեզ Աստծո թանկագին գրավոր խոսքի միջոցով։ Մեր առաքելությունն է նա, որ Եշուային Քրիստոսին որպես Աստված Փրկիչ ընդունելուց հետո դուք մկրտվեք դառնաք մեր Աստծո Փրկիչ Եշուա Քրիստոսի տեղեկացված աշակերտը։ Աստծո խոսքը հստակ պատասխանում է Աստծո Աստվածաշնչի թեմաների բարդության մասին մեր բազմաթիվ հարցերի։ Աստված չափազանց բարդ է, քանի որ նա անսահման է։ Այս ուսումնասիրությունների ընթացքում ես հուսով եմ, որ դուք կարող եք միայն մի փոքր սովորել Աստծո բարդության մասին։ Եշուա Քրիստոսը չափազանց բարդ է, այնքան որ դուք գաղափար չունեք։ Այսօր եկեք սովորենք Աստծո խոսքը, հուսանք, որ ձեր հոգին միտքը կարող են տեսնել նրա անսահման էության ընդամենը մի փոքրիկ հայացք։ Սա կլինի նրա բազմաչափ, անսահման փառքի մասին բազմաթիվ տեսանյութերից մեկը։ Այսօր եկեք տեսնենք, թե ինչ ասաց Եշուա Քրիստոսն ինքը Աստված լինելու մասին։ Ուրեմն մնացեք լարված, եկեք միասին քայլենք այս ճանապարհորդության մեջ, ավելին իմանալու Եշուա Քրիստոսի նրա բարդ, բազմաչափ անսահման բնության փառքի մասին։ Նորից բարի գալուստ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բոլոր հրաշալի մարդկանց, բոլոր նրանց, ովքեր հայերեն են խոսում ամբողջ աշխարհից։ Շատ շնորհակալ եմ այս ալիքը դիտելու համար։ Քանի որ մենք ուսումնասիրություններ ենք պատրաստում մի քանի լեզուներով, ապա կարող ենք օգտագործել Աստվածաշնչի թարգմանությունը տվյալ երկրի լեզվով, եթե ցանկանում եք։ Օգտագործեք ձեր ընտրած թարգմանությունը ձեր լեզվով համեմատելու Սուրբ գրությունները այս ուսումնասիրությունների մեջ։ Եթե հավատում եք Եշուա Քրիստոսին, խնդրում եմ ձեզ անել հետևյալը։ Խնդրում եմ ձեր ժամանակից մի քանի վայրկյան բաժանորդագրվեք, հավանեք տեսանյութերը, ցույց տալու համար այս ալիքին աջակցությունը։ Խնդրում եմ օգնեք ինձ հնարավորինս շուտ հասնել 1000 բաժանորդների նպատակին։ Նա օգտագործեք այս ալիքը մեկնաբանություններում տեղադրելու կարճ վկայություն այն մասին, թե ինչպես է Եշուա Քրիստոսը փրկել ձեզ, փոխել ձեր կյանքը։ Ձեր վկայությունը կօրհնի մեկ ուրիշին, ով կարդում է այն, հավատացեք։ Մենք կիսում ենք Աստծո խոսքը ձեզ հետ, որպեսզի դուք աճեք Աստծո խոսքում։ Նույն ժամանակ ես զգուշացնում եմ ձեզ Աստծո խոսքին հակասող վարդապետությունների մասին։ Մենք ձեզ կսովորեցնենք անհատների, խմբերի կամ համոզմունքների մասին, որոնք կարծում ենք հակասում են Աստծո խոսքին։ Մենք ապրում ենք մեծ խաբեության ժամանակներում, ուստի կարող է, որ մեր հիմքը լինի Աստծո խոսքը, որ մենք առաջնորդվենք Սուրբ Հոգու կողմից, դառնալու այն աշակերտները, ինչպիսին Եշուա Քրիստոսն է ցանկանում, որ մենք լինենք։ Հիսուս Քրիստոսն ասաց, ինչպես գրված է։ Մատթեոս 28 հատված 19-20։ Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ.
19 Ուրեմն գացեք, աշակերտեցեք բոլոր ազգերը, մկրտեցեք զանոնք Հոր, Որդին և Սուրբ Հոգին անունով, 20 սորվեցուցեք անոնց պահել ամեն ինչ որ պատուիրեցի ձեզի, և ահա ամեն օր ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վախճանը, ամեն։ Նրանց, ովքեր առաջնորդվում են Աստծո Հոգու կողմից, ավելին իմանալու Եշուա Քրիստոսի մասին, թույլ տվեք ասել ձեզ, որ ամենակարևոր բաներից մեկը, որ դուք պետք է իմանաք, այն է, որ Հիսուս Քրիստոսն ասաց Աստված լինելու մասին։ Այո, նա ասաց դա, եկեք լսենք, թե ինչ է ասում Հիսուս Քրիստոսն իր իսկ խոսքերով Աստված ինքն իրեն լինելու մասին, այն այնքան հստակ է գրված Աստծո խոսքում, բայց մարդիկ կարծում են, որ իրենց կարծիքներն ավելի կարևոր են, քան Հիսուս Քրիստոսի խոսքերը։ Եկեք լսենք, թե ինչ ասաց Հիսուս Քրիստոսը։ Հայտնություն 21 համարներ 6-8 Արամեերեն Աստվածաշնչից, պարզ անգլերենով։ Եվ նա ինձ ասաց. Ես ալապն եմ, ես տաուն եմ, աղբյուրը կատարումը, ծարավին կենաց ջրի աղբյուրից առանց վճարի կտամ։ Եվ նա, ով հաղթում է, կժառանգի այս բաները, ես կլինեմ նրա Աստվածը, նա կլինի իմ որդին, բայց երկչոտներին, անհավատներին, չարերին, պղծվածներին, մարդասպաններին, կախարդներին, պոռնիկներին, կռապաշտներին, բոլոր ստախոսներին։ Նրանց բաժինը կրակի ծծմբի այրվող լճի մեջ է, որը երկրորդ մահն է։ Հիմա նորից լսիր։ Ահա թե ինչ ասաց Եշուա Քրիստոսը. Ես կլինեմ նրա Աստվածը, նա կլինի իմ որդին։ Փառք Աստծո։ Եշուա Քրիստոսի վկայությունն ավելի քան բավարար է, չկա ոչինչ կամ ոչ ոք ստեղծվել է ինքն Աստծո, Եշուա Քրիստոսի մասին ավելի բարձր վկայությամբ։ Ավելին, նա մեզ ցույց է տալիս իր անսահմանությունը, երբ ասում է, որ նա է աղբյուրը կատարումը, Եշուա Քրիստոսը անսահմանության աղբյուրն ու կատարումն է։ Մոտ ապագայում մենք կուսումնասիրենք այստեղ, թե ինչպես է Եշուա Քրիստոսը անսահման Աստվածը։ Անհավատները չեն հավատում Աստծուն, քանի որ նրանք իրականում չեն հավատում, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Աստված այստեղ մարդկային կերպարանքով էր ավելի քան 2000 տարի առաջ, Աստված ստացավ մարդկային կերպարանք, որը մենք գիտենք որպես Եշուա Քրիստոս։ Այն, ինչ անհնար է մարդու համար, անհնարին չէ Աստծո համար։ Եթե դուք չեք հավատում գրվածին, որ Հիսուս Քրիստոսը խոսել է, ապա մեծ հավանականություն կա, որ դուք նրան չեք պատկանում, գրված է։ Հովհաննես 10:26-28 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 26 Բայց դուք չեք հավատար, որովհետև իմ ոչխարներես չեք, ինչպես ասի ձեզի, 27 Իմ ոչխարներս կլսեն իմ ձայնս, ես ալ կճանչնամ զանոնք, և կհետևին ինձի, 28 Ես կուտամ անոնց յավիտենական կյանքը, ու յավիտեան պիտի չկորսուին, և ոչ մեկը պիտի յափշտակե զանոնք իմ ձեռքես։ Շատերը սկսել են որպես քրիստոնյաներ այժմ մաս են կազմում այն խմբերին, որոնք հավատում են, որ Եշուա Քրիստոսը մարմնով դրսորված Աստված չէ, հավատուրացը նա է, ով երես է թեքել Եշուա Քրիստոսից, այլս չի հավատում նրա խոսքերին։ Ինչպես գրված է Սուրբ գրություններում։ Սա հայտնաբերված է։ Հովհաննես 6:64-66 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 64 Հոգին է կյանք տուողը։ Մարմինը օգուտ չունի, այն խոսքերը, որ կսեմ ձեզի հոգի ու կյանք են, 65 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատար, որովհետև Հիսուս սկիզբեն գիտեր, թե որոնք են անոնք, որ չեն հավատար, և ով է ան, որ պիտի մատնե զինք, 66 Ու ըսավ. Ասոր համար ըսի ձեզի. Ոչ մեկը կրնայ գալ ինձի, եթե իմ հորմես տրուած չլայ անոր։ Փառք Աստծո։ Ինչպես տեսնում եք Եշուայի խոսքերը, Քրիստոսը կարող է մեզ ցույց տալ, թե ով իսկապես կհետի իրեն ցույց կտա մեզ նրանց, ովքեր մերժում են նրա խոսքերը, այլս չեն քայլի նրա հետ։ Ուշադրություն դարձրեք հատվածի 666 թվին միասին, երբ տեսնում եք 6-րդ գլուխը հատված 66-ը։ Տեսեք, թե ինչ են ասում Սուրբ գրությունները, որ այս մարդիկ քայլում էին Հիսուս Քրիստոսի հետ, բայց քանի որ նրանք չէին հավատում նրա խոսքերին, նրանք այլս չէին քայլում նրա հետ։ Հետաքրքիր է, որ հավատուրացը կարող է կապված լինել գազանի համակարգի հետ, քանի որ հավատուրացները հիշատակվում են 6-րդ գլխի 66-րդ հատվածում։ Նա բոլոր նրանք, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսի խոսքերին, չեն գիտակցում, որ իրենց դատաստանի ժամանակ Հիսուս Քրիստոսի խոսքերն են, որ դատելու են իրենց։ Հիսուս Քրիստոսն ասաց, ինչպես գրված է։ Հովհաննես 12:48 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 48 Ան որ կանարգ է զիս և չընդունիր իմ խոսքերս, ունի մեկը, որ կդատե զինք։ Այն խոսքը, որ ես ըսի, անիկա պիտի դատե զինք, վերջին օրը։
Եթե այս ուսմունքը օրհնելը ձեզ դուր է գալիս այս տեսանյութը, ապա բաժանորդագրվեք հավանեք այս ալիքի տեսանյութերը։ Եթե Սուրբ Հոգին առաջնորդել է ձեզ հավատալ Եշուա Քրիստոսին, ապա ժամանակ մի կորցրեք ընդունեք Եշուա Քրիստոսին որպես ձեր Աստված Փրկիչ։ Որքան շատ լսեք Աստծո խոսքը, այնքան ավելի շատ հավատ կստանաք։ Նրանց համար, ովքեր Աստծուց չեն, նրանք հեռանում են Աստծո խոսքից, նրանց համար, ովքեր Աստծուց են, նրանք լսում են Աստծո խոսքը։ Հիսուս Քրիստոսն ասաց։ Հովհաննես 8:47 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 47 ան որ Աստուծմե է, մտիկ կնե Աստուծոյ խոսքերը։ Ուստի դուք մտիկ չեք կներ, քանի որ Աստուծմե չեք։ Այս դժվարին ժամանակներում թող Եշուա Քրիստոսը ձեզ հանգիստ խաղաղություն տա, իմանալով, որ դուք ձեր կյանքը նրա ձեռքերում կդնեք, նա ձեզ կտա հավերժական կյանք։ Եթե ցանկանում եք ընդունել Եշուա Քրիստոսին որպես ձեր Աստված Փրկիչ, տեղեկացրեք մեզ։ Մենք ուրախությամբ կաղոթենք ձեզ հետ փրկության համար։ Ձեր հավերժական փրկությունը կարոր է, նորից լսեք։ Սուրբ գրությունները, որոնք մենք այսօր օգտագործել ենք այս ուսումնասիրության համար, թույլ տվեք խոսել ձեր փրկության մասին։ Հուսով եմ, որ Սուրբ Հոգին առաջնորդել է ձեզ հավատալ Եշուա Քրիստոսին որպես ձեր Աստծուն Փրկչին։ Եշուա Քրիստոսի հետյալ գրավոր խոսքերը վկայում են այն մասին, ինչ դուք այսօր լսել եք։ Մատթեոս 28:19-20 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 19 Ուրեմն գացեք, աշակերտեցեք բոլոր ազգերը, մկրտեցեք զանոնք Հոր, Որդին և Սուրբ Հոգին անունով, 20 սորվեցուցեք անոնց պահել ամեն ինչ որ պատույրեցի ձեզի, և ահա ամեն օր ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վախճանը, ամեն։ Նա Եսու Քրիստոսն ասաց։ Հայտնություն 21:6-8 Արամեերեն Աստվածաշնչից, պարզ անգլերենով։ Եվ նա ինձ ասաց. Ես ալապն եմ, ես տաուն եմ, աղբյուրը կատարումը, ծարավին կենաց ջրի աղբյուրից առանց վճարի կտամ։ Եվ նա, ով հաղթում է, կժառանգի այս բաները, ես կլինեմ նրա Աստվածը, նա կլինի իմ որդին, բայց երկչոտներին, անհավատներին, չարերին, պղծվածներին, մարդասպաններին, կախարդներին, պոռնիկներին, կրապաշտներին, բոլոր ստախոսներին։ Նրանց բաժինը կրակի ծծմբի այրվող լճի մեջ է, որը երկրորդ մահն է։ Հիսուս Քրիստոսը նա ասաց, ինչպես գրված է։ Հովհաննես 10:26-28 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 26 Բայց դուք չեք հավատար, որովհետև իմ ոչխարներես չեք, ինչպես ասի ձեզի, 27 Իմ ոչխարներս կլսեն իմ ձայնս, ես ալ կճանչնամ զանոնք, և կհետևին ինձի, 28 Ես կուտամ անոնց յավիտենական կյանքը, ու յավիտեան պիտի չկորսուին, և ոչ մեկը պիտի յափշտակե զանոնք իմ ձեռքես։ Հիսուս Քրիստոսը նա ասաց, ինչպես գրված է։ Հովհաննես 6:64-66 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 64 Հոգին է կյանք տուողը։ Մարմինը օգուտ մը չունի, այն խոսքերը, որ կսեմ ձեզի հոգի ու կյանք են, 65 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատար, որովհետև Հիսուս սկիզբեն գիտեր, թե որոնք են անոնք, որ չեն հավատար, և ով է ան, որ պիտի մատնե զինք, 66 Ու ըսավ. Ասոր համար ըսի ձեզի. Ոչ մեկը կրնայ գալ ինձի, եթե իմ հորմես տրուած չլայ անոր։ Նա Եշուա Քրիստոսն ասաց հետյալը, ինչպես գրված է։ Հովհաննես 12:48 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 48 ան որ կանարգեզիս և չընդունիր իմ խոսքերս, ունի մեկը, որ կդատե զինք։ Այն խոսքը, որ ես ըսի, անիկա պիտի դատե զինք, վերջին օրը։ Նա ասաց։ Հովհաննես 8:47 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ. 47 ան որ Աստուծմե է, մտիկ կնե Աստուծոյ խոսքերը։ Ուստի դուք մտիկ չեք կներ, քանի որ Աստուծմե չեք։ Եթե հավատում եք այն ամենին, ինչ այսօր լսել եք, ապա շնորհակալություն հայտնեք Աստծուն այն կյանքի համար, որը նա տվել է ձեզ շնորհակալություն հայտնեք Աստծուն իր թանկագին խոսքի համար։ Դուք այսօր առաջնորդվեցիք Աստծո Հոգու կողմից լսելու նրա խոսքը։ Աստված խնդրում է, որ դուք ձեր բերանով խոստովանեք այն, ինչ կա ձեր սրտում, խոսեք Աստծո հետ այս պահին, ուղեք ամեն ինչ ձեր Աստծո միջ, մի սպասեք վաղվա օրվան, որովհետև հնարավոր է, որ դուք ողջ չլինեք, լսեք նա հետյալը։ Հռոմեացիներ 10:9-10 Արևմտահայերեն նոր կտակարան 1853 թ.
9 Որովհետև եթե բերանովդ Տեր դավանիս Հիսուսը, ու սիրտիդ մեջ հավատաս թե Աստուած մեռելներեն յարուցանեց զայն, պիտի փրկուիս։ 10 Որովհետև սիրտով կհավատայի մեկը, արդարանալու համար, ու բերանով կդավանի, փրկուելու համար։ Եթե դուք պատրաստ եք ընդունել Աստծո փրկության անվճար պարգը, ապա սկսեք ձեր աղոթքը նախ ընդունելով, որ դուք մեղավոր եք մեղք եք գործել Աստծո առաջ, այնուհետ խնդրեք Աստծուն, որ ների ձեզ ձեր բոլոր մեղքերը։ Այնուհետ շնորհակալություն հայտնեք Աստծուն Հիսուս Քրիստոսի նրա մահվան համար մեզ համար, խնդրեք Աստծուն տալ ձեզ փրկության իր անվճար պարգը, այնուհետ բերանով խոստովանիր, թե ինչ ես հավատում քո սրտում, որ նա մեռավ քեզ համար հարություն առավ մեռելներից։ Վերջապես խնդրեք Եշուա Քրիստոսին, որ ձեզ հավերժական կյանք տա, խնդրեք նրան գրել ձեր անունը կյանքի գրքում։ Շնորհակալ եղեք Աստծուն ամեն ինչի համար, ասեք նրան այն, ինչ ունեք ձեր մտքում սրտում։ Հաջորդ քայլը մկրտվելն է Եշուա Քրիստոսի աշակերտը դառնալը։ Այս շարքի հաջորդ ուսումնասիրության մեջ մենք կկիսվենք աղոթքով նրանց համար, ովքեր ցանկանում են առաջնորդվել աղոթքով, որպեսզի ստանան Աստծո փրկության անվճար պարգը։ Աստված օրհնի ձեզ ձեր սիրելիներին։